Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն ողջունում է իր բոլոր ունկնդիրներին, փաստերի, անակնկալների եւ իհարկե ինքնատիպ կարծիքների հերոստալիքը Փակ TV-ն միշտ մեր ունկնդիրի կողքին է։ Ես պետք է ասեմ, որ մենք աշխատում ենք հնարավորինս մարդկանց հրավիրել տղամար, որոնք այսօր իսկապես ասելիք ունեն, իսկ մենք այնպիսի օրեր ենք ապրում, որ անգամ վաղվա օրը շատ դժվար է կռահել կամ գուշակել ինչ-որ կարող է ավարտվել։ Այո, Հայաստանը շատ աննկատ բռնապետության մի այսպիսի ժամանակահատված է թևակողում։ Եվ այսօր մենք այս ու մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ զրուցելու ենք մեր ծրագրի իսկապես լավագույն բարեկամներից մեկի, Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Սուրենյանց, ես նախ ուզում եմ ձեզ շնորհակալություն ասել այն ազնիվ աշխատանքի համար, որ այս օրերին ես նկատել եմ ձեզ տարբեր հեռուստաեթերներում։ Դուք փաստորեն այն եզակի մարդկանցից եք, որ միջև վերջ կանգնեց Գագիկ Ծառուկյանի կողքին եւ փորձեց հանրությանը ներկայացնել այն ճշմարիտ պատկերը, ինչը իրականում կա մեզանում։ Եվ պիտի ասեմ, որ ես անգամ ուզում եի ձեզ զգուշացնել, այսօր էլ ճիշտ ասած մի շարք շատ կարևոր հարցեր կան, որ տալու եմ ձեզ, բայց խնդրում եմ պատասխաններում մի քիչ զգույշ լինեք, որտեղ ձեր գլխին էլ կարող են սև ամպեր կուտակվել։ Դուք հասկանում եք, մարդիկ այսօրին վախեցած են, վախի մթնոլորտը Հայաստանում սարսափելի այսպես տարածում է գտել։ Սիրելի բարեկամներ, ինչի եք վախենում, եթե մենք ապրում ենք ազատ դեմոկրատական երկրում, ումից ենք վախենում, այն մարդկանցից ում ընտրել ենք, գիտեք, անհասկանալի է։ Պարոն Սուրենյանց, իսկապես շնորհակալ եմ, որ դուք այդ գիծը պահում եք եւ ազնվորեն ասում եք այն ինչը կա։ Դե սկսենք մեր զրույցը Ծառուկյանի շուրջ զարգացող այն իրադարձություններով, ինչը այս օրերին շատ արդիական է։ Շնորհակալություն, պարոն Ղուշյան, նախ ես ուզում եմ արձանագրել, որ Գագիկ Ծառուկյանը իմ ավագ ընկերն է եւ իմ աջակցության մեջ որևէ քաղաքական հաշվարկ չկա, այսինքն սա առաջի պլանում բարոյական բաղադրիչն է եւ ես կարծում եմ, որ բազմաթիվ մարդիկ ում ձեռք է մեկնել Ծառուկյանը այս տարիների ընթացքում, իսկ դրանք հազարավոր մարդիկ են, պարտավոր են մի քիչ ավելի ակտիվ քաղաքացիական կեցվածք ունենալ, որովհետև այնուամենայնիվ Ծառուկյանը ձեռագիր ունեցող արժեք եւ արդյունք ստեղծած մարդ է այս երկրում։ Հիմա գանք բուն գործին։ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ երաշերտ, այսպես ասած, քաղաքական հաշվի արդարի օպերացիա իրականացվեց։ Առաջին փուլում Իզդաքարոզարշավի 3-րդ օրվանից սկսած Նիկոլ Փաշինյանը բավականին այսպես փողոցային ժարգոնով, վուլգար բառապաշարով, հիշում եք, թիրախավորեց թե Ծառուկյանին, թե նրա ընտանիքի անդամներին։ Երկրորդ փուլը դա արդեն Հայաստանի ընտրական պատմության ամենացնցող, խայտառակ ընտրակեղծիքներ, երբ որ ուղղակի բեսպրիձելով որոշեցին, որ խորհրդարան անցած կուսակցություններից մեկին, Բարգավաճ Հայաստանին, դուրս են թողնում խորհրդարանից, խմբակցություն ունենալու իրավունքից, սա մանդատագողություն էր, ընդ որում վավերացված թե ԿՀ-ի ապօրինությամբ, թե Սահմանադրական դատարանի ապօրինությամբ, պարզավոր այդ բոլորի հետևում կանգնած էր Նիկոլ Փաշինյանը, երրորդ փուլը դա արդեն բուն ռեպրեսիայի փուլն էր, որը ուղեկցվում է, տեսեք, քանի բաղադրիչ ունի։ Նախ Գագիկ Ծառուկյանի ֆիզիկական մեկուսացումն է, նրա քաղաքական ուժի քաղաքական մեկուսացումը, ունեզրկման գործընթացը, որ էլի բեսպրիձելով ամբողջ աշխարհում սեփականության իրավունք ամենաանձրմխելի իրավունքներից մեկն է։ Բայց Հայաստանում ինչ են անում։ Առանց իրավական պատշաճ ընթացակարգերի կարող են որոշել, որ Արարատ ցեմենտ օրինակ պիտի անցնի պետական կառավարման կամ մուլտիուելսը պիտի անցնի պետական կառավարման ու այսպես շարունակ։ Եվ վերջապես այս պատմության հետևանքով տուժում են
այս պահին մոտավորապես 10,000 աշխատողներ, որոնք ընդհանրապես քաղաքականության հետ կապ չունեն, Ծառուկյանին վերագրվող որևէ արարքի հետ կապ չունեն, այդ մարդիկ շարքային օրվա հացի, իրենց օրվա հացը աշխատող մարդիկ են, որոնք աշխատում էին Ծառուկյանի հետ աֆիլիացված ձեռնարկություններում, այդ կապարակնքել են ուղղակի 70 եւ ավելի հասցեներ, այդ մարդիկ արդեն շուրջ 1 ամիսա չեն կարողանում իրենց անապազորյա հացը վաստակել։ Ուղղակի զարմանալի է պետությունը ոնց կարող ենթադրենք Ծառուկյանի հետ ինչ-որ խնդիրներ ունեք։ Լավ, այդ մարդիկ ինչ են արել։ Այդ հազարավոր մարդիկ, որ պիտի պարապուրդի մատնվեն, չիմանան իրանց երեխայի ուսման վարձ ոնց վճարեն, առողջական խնդիրներ ոնց կարգավորեն, ու այսպիսի քաղաքական հաշվեհարդարի դասական դրսևորում է սա։ Անկախ նրանից իշխանությունները ինչ կասեն, ինչ կմոգոնեն, ակնհայտ է, որ ավտորիտար երկրներում ընտրում են թիրախը, մարդուն, հետո նոր որոշում են ինչ հոդված կարեն նրա վրա, հատկապես այս կոնտեքստում, պարոն Ղուշչյան, շատ զարմանալի է նույնիսկ ազգային օլիմպիական կոմիտեի նկատմամբ թիրախավորումը։ Լավ, այդ բիզնեսներից բացի կապարակնքված է նաև Աբովյան 9 հասցեում գտնվող Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շենքը։ Ու հասկանում եք, մի քանի ամիս հետո օլիմպիական խաղերն են։ Այս մեր հեռուստադիտողները երևի լավ պատկերացում չունեն, օրինակ ՀԱՕԿ-ի կարևոր գործառույթներից մեկը արտաքին սպորտային կապերի հաստատումն է։ Օրեկան ռեժիմով բոլոր միջազգային գործընկերների հետ շատ ակտիվ շփումներ են եւ այլն։ Հիմա այդ օլիմպիական կոմիտեի շենքը կապարակնքված է եւ օլիմպիական խաղերից ընդամենը ամիսներ առաջ փաստորեն մեր ազգային հավաքականները, մարզիկները կանգնած են շատ ծանր վիճակի առաջ։ Եթե նաև նկատի ունենակ այն հանգամանքը, որ կապարակնքված է նաև օլիմպիավանի տարածքը, որտեղ մարզումներն են անցկացնում, բասկետբոլիստներ, բռնցքամարտիկներ, լողորդներ, բազմաթիվ մարզաձևերի եզակի ինքը համալիր է բոլոր պայմաններով եւ հյուրատունը կա եւ բժշկական սպասարկումը եւ մյուս ինֆրաստրուկտուրաները, որ մարզիկները կարողանան հավուր պատշաճի նախապատրաստել։ Նախ հայտարարակ վիճակ ըստեյության, որը ամոթի խարանն է դաջում երկրի ճակատին։ Այստեղ գիտեք հարցը այն չի։ Հիմա ես չեմ ուզում տպավորություն ստեղծի, որ մենք ընդհանրապես ֆետիշացնում կամ սրբացնում ենք մարդուն։ Ցանկացած մարդ կարող է իր գործնայության մեջ ինչ-որ տերություններ, սխալներ ունենա, բայց նման բեսպրիձելով վարվել մարդու հետ, որը ձեռագիր ունի, որը արած ունի, ի վերջո 70 տարեկան մարդուն, պարոն Ղուշչյան, որը ոչ դիմադրում է, ոչ հակահասարակական վարքագիծ է դրսևորում, գալիս են տուն, Որեն ու նման հարցակվում են 70 տարեկան մարդուն հետևից գետնում են 94 տարեկան մոր ու կնոջ ներկայությամբ, սա չգիտեմ, բարոյականության կարմիր գծերի հետ է խնդիր կա, էլի, միայն իրավունքի խնդիր չի, հասարակ բարոյականության խնդիր է, որովհետև մեզ մանուկ հասակից մեր մեծերը դաստիարակել են, որ խմբով մեկի վրա չհարձակվենք, որ հետևից մարդուն չհարվածենք, ամեն դեպքում սրանք տարական տղամարդկային արժանապատվության կանոններ են։ Այդ ցուցադրական ձեռնաշղթաներ հագցնելը մարդու, ստեղ էլ մեր հեռուստադիտողին ուզում եմ ասեմ, ձեռնաշղթա հագցնում են որևէ ձերբակալվածի կամ կալանավորվածի 3 դեպքում։ Եթե այդ մարդը իրեն կամ դիմացինին վնասելու հակում ունի, եթե փախչելու հակում ունի կամ հակահասարակական վարքագիծ է դրսևորում։ Երեքից ոչ մեկը Ծառուկյանը չէր արի, ասենք, բերում են քննության, հասկանում եք կամ են կենթանիների նկատմամբ վերաբերմունքը, լավ ասենք,
մի առույցն էլ գիտեք անկեց այդ գործողությունների ընթացքում ասենք գիտեք բանա քինախնդրություն հաշվի առդար փոքրոքություն ուրիշ բառեր դժվար է գտնել տեղի ունեցածի Սարսափելի է իսկապես եւ պիտի ասեմ որ դա արվում է մի մարդու նկատմամբ ով տարիներ շարունակ եւ բարերար է եւ մեծ սպորտին մեր հայկական սպորտին ամեն ինչով օգնում է ասում է այս առումով իհարկե մի տեսակ զարմանալի է որ հատկապես սկզբնական շրջանում մի տեսակ լուր էին մարզաշխարհի ներկայացները բայց դա երևի վախի մթնոլորտից է գալիս որ այսօր համատարած է մեր երկրում Այո, ցավոք սրտի ձեր հետ չեմ կարող չհամաձայնել։ Իհարկե մարզիկներից շատերի կեցվածքը ես հո տեսել եմ Ծառուկյանը ինչ օգնություններ եւ խրախուսանքի արժանացել մեր բազմաթիվ, այո, չեմ վախենա բառից ասեմ, լեգենդար մարզիկներին։ Այո, նրանց կրավորական կեցվածքը ինքս մի քիչ չեմ ընկալում, որովհետեւ մարզիկը մի քիչ պիտի կեցվածք ունենա, բայց այո, ձեր հետ դժվար է չհամաձայնել, այդ վախի մթնոլորտ կա, վախի։ Նույնիսկ եթե նկատել եք կամ եթերի սկզբում շատ դիպուկ դուք նկարագրեցիք այդ վիճակը, քաղաքական շատ գործիչներ էլ այս օրերին ինչ-որ վախի, խուճապի ինչ-որ նշաններ ունեն, քիչ են խոսում, քիչ են արտահայտվում, որովհետև համատարած այս բեսպրիձելը, ահաբեկումները, շանտաժը շատ մեծ ազդեցություն են ունեցել հասարակության վրա։ Իդեպ, այստեղ հարկ է նկատել, որ ընտրությունների արդյունքների վրա էլ դա ազդեց։ Իսկն տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ քվեարկեցին շանտաժի, վախի, ահաբեկության մթնոլորտում։ Մեկին վախեցնում էին աշխատանքից ազատելու հեռանկարով, այն մյուսին վախեցնում էին մոտալուտ պատերազմի սարսափով, այսինքն այդ համատարածա ցավոք սրտի այդ վախի մթնոլորտը, ահաբեկումները, այլ վարչական ռեսուրսի մասին էլ չխոսենք, որ այս անգամ այնպիսի գրեգ դրսևորումներ ունեցավ այդ վարչական ռեսուրսը, ու ինչն է տարօրինակ, տեսեք, օրինակ քարոզարշավի ընթացքում անդադ լսում էինք, չէ, որ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարում է, որ ուժեղ Հայաստանը, Բարգավաճ Հայաստանը, Հայաստան դաշինքը ընտրակաշառքներ են բաժանել։ Նախ դերևս ուզում եմ ասել դատական գոնե միակտ չկա։ Իսկ այդ ամեն ինչը ճաչացող ռոպագանդա էր, բայց եթե նույնիսկ ընդունենք ընդդիմության ճամբարում եղել են ինչ-որ տենց եզակի դրսևորումներ, իշխանության մասին տասնյակ փաստեր մամուլներ ապարակեց, Թալինի քաղաքապետի, այլ պաշտոն, մեկը գոնե ձևի համար մի քրեական գործ իշխանության ներկայացուցիչի հանդեպ չհարուցվեց։ Դե գիտեք, երեք վերջապես հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը։ Ինչ սպասելիքներ դուք անձամբ ունեք։ Տեսեք, նախ սկսենք նրանից, որ ընտրությունից հետո իմ ինսայդերական ինֆորմացիայի համաձայն Նիկոլ Փաշինյանը անօգուտ փորձեր է արել Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու, այդ հանդիպումը չի ստացվել։ Հետո Փաշինյանը գտավ ձև Եկատերինբուրգում անցկացվող մի ֆորումի շրջանակներում Միշուստինի հետ հանդիպելու Դաշնության վարչապետի, թեև Փաշինյանը Երևան վերադառնալուն պես ասեց, որ ինչ-որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, բայց էլի իմ ստույգ տեղեկատվությամբ այդ հանդիպումը արդյունքի իմաստով ձախողվել էր, պատահական չի, որ երկու փաստ նշեմ, նախ Միշուստինը այդպես էլ չշնորհավորեց հանդիպան հրապարակային մասում Փաշինյանին ընտրվելու կապակցությամբ եւ երկրորդը Միշուստինի հանդիպումից հետո առնվազն տնտեսության երկու ճյուղի հանդեպ էլ սանկցիաներ կիրառվեցին, կապտամթերքը եւ ծգնամթերքը, դրանք էլ են կան սանկցիաների տակ։ Հիմա երեք իսկապես վերջապես տեղի ունեցավ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը, ես մի քանի հանգամանքի վրա եմ ուզում ուշադրություն հրավիրել։
Նախ էլի պաշտոնական հաղորդագրություններում բացակայում է շնորհավորանքի մասը, այսինքն Պուտինը դարձյալ չի շնորհավորել Փաշինյանին ընտրվելու կապակցությամբ։ Երկրորդը խիստ տարբեր են երկու կողմերի տարածած հաղորդագրությունները եւ ձևի առումով եւ բովանդակության առումով։ Եթե հայկական կողմը շեշտադրում արել է Նիկոլ Փաշինյանի խնդրանքի վրա, որ արտահանման սահմանափակումները վերացվեն, որտեղ դրանք հակասում են երկկողմ հարաբերությունների տրամաբանության ու ԵԱՏՄ կանոններին, ռուսական կողմը առաջի պլան է բերել Պուտինի պահանջը, ըստ էության, որը նա կրկնել է ապրիլի 1-ին հնչեցրեց, հետո մայիսի 29-ին Աստանայում ԵԱՏՄ մյուս երկրների ղեկավարներն էլ միացան այդ պահանջին, Հայաստանում անցկացնել հանրաքվե համազգային, որի ընթացքում պիտի ժողովուրդը որոշի ԵԱՏՄ-ում է մնում մեր երկիրը, թե ԵՄ-ում։ Այսինքն ռուսները ասում են, մինչև այս հարցի պատասխանը չգտնեք, ոչ մի սանկցիա չի վերացվելու։ Եվ վերջապես շատ ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Պուտինի հետ այն բանից հետո, երբ անցած օրերին նա հեռախոսազրույցներ էր ունեցել Գերմանիայի դաշնային կանցլեր Մերցի եւ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Մակրոնի հետ, մեծ հավանականությամբ նա հավաստիանալով, որ Արևմուտքը որևէ կոմպենսացիոն մեխանիզմ չի առաջարկում Հայաստանին հայ-ռուսական տնտեսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելու համար, նա ստիպված զանգել էր Պուտինին, բայց Մոսկվա իվերից լիզամ, կարելի է այսպիսի ձևակերպում տալ երեկվա զրույցին, Մոսկվան չի հավատացել արդյունքներին, ճգնաժամի ցուցիչ էր այս հեռախոսազանգը, քան խնդիրների լուծման ճանապարհ։ Ռուսաստանը հստակ հասկացնում է, որ Նիկոլ Փաշինյանին թույլ չի տալու երկու աթոռի վրա նստելու մարտավարությունը, քաղաքականությունը, նույնիսկ այն բանից հետո, երբ որ երեք զրույցի ընթացքում Փաշինյանը ըստ էության փորձել է մեղմել իրավիճակը, ասելով, որ այս պահին Երևանում գործնականում ԵՄ-ին ինտեգրվելու օրակարգ չկա։ Բայց այս դեպքում էլ իհարկե հարցեր են առաջանում, եթե ԵՄ-ին ինտեգրվելու օրակարգ չկար, այդ դեպքում ինչու անցած տարին ընդունվեց այն օրենքը ԵՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացը սկսելու մասին։ Մի խոսքով մեր տասնյակ հազարավոր քաղաքացիները, որ մեզ հետևում են այս հաղորդմամբ, նրանց ուրախացնելու քիչ բան ունենք։ Երեկվա հանդիպումը մեծ հաշվով ճգնաժամի ցուցիչ էր, քան ճգնաժամը հաղթահարելու հաստատ։ Իսկ այն հեռախոսազրույցը։ Պարզ է։ Տեսեք, օգոստոսի 2-ին մեկնարկում է ազգային ժողովի 9-րդ գումարման ստաշրջանը։ Նոր ազգային ժողովը սկսում է իր աշխատանքները։ Այս ոլորտում ինձ սպասելիքներ ունենանք, այս կազմով, որի ազգային ժողովը աշխատելու է, այս հայտարարակ ընտրություններից հետո, որ մեծ հաջողությամբ իշխանությունները կարողացան Բարգավաճ Հայաստանին դուրս թողնել խաղից, ինչպես ասում են, եւ չնայած դրան էլ չկարողացան ունենալ այն մեծամասնությունը, որը նրանց հնարավորություն կտար մի շարք հարցերի վերջնական լուծման համար։ Այս պայմաններում ինչ զարգացումների սպասենք, մանավանդ, որ ինչպես նշում են չար լեզուները, իշխող կուսակցության ներսում էլ սկսվել են խմորումներ։ Շատ բնական է, ավտորիտար բոլոր ռեժիմներին բնորոշ են կոշտ ֆիլտրումները, որ հիմա տեսնում ենք ԿՊ-ում, այսինքն կամ էլ հասել ենք այն էտապին, դուք գիտեք, որ հայտնի դասական կանոն կա, որ հեղափոխությունը սկսում է խժռել իր զավակներին, այդ ականատես ենք լինում, տեսնում ենք, որ շատ հին դեմքեր, որոնք Նիկոլ Փաշինյանի ուղեկից են եղել, Արայիկ Հարությունյան, Ալեն Սիմոնյան, դրանք ֆիլտրվում են կամ առնվազն իշխանության վերնախավից դուրս են մղվում։ Հիմա ես ազգային ժողովի հետ կապված նորընտիր շատ կոշտ գնահատական ունեմ, դա մեռելացին մարմինա դեռ օրորոցում։
եւ դրա համար ունեմ պատճառներ նման եզրակացություն անելու։ Տեսեք, նախ ֆավորիտ երկու ուժեր են ընտրական մարաթոնի, ՔՊ-ն եւ Ուժեղ Հայաստանը, իրենց մարտավարությունը կամ իրենց հաղթանակը ասոցացնում էին ոչ թե սովորական մեծամասնություն ստանալու հեռանկարի հետ, այլ սահմանադրական մեծամասնության էին ձգտում երկուսն էլ։ ՔՊ-ն ասում էր, եթե 2/3 չստանա անխուսափելի Հայաստանի պատերազմա սպասելու, որովհետև պարտավորություններ ունի Ադրբեջանի հանդեպ, օրինակ սահմանադրությունը փոխելու եւ նրան 2/3 էր պետք։ Ուժեղ Հայաստանն էլ, քանի որ ամբողջ ընտրական կամպանիան կառուցել էր Սամվել Կարապետյանի անձի վրա, գիտեք, սահմանադրական փոփոխություններ առաջարկում, որպեսզի Սամվել Կարապետյանը կարողանա վարչապետ դառնա, ու ելի կրկին 2/3 ստանալու խնդիրեր հետապնդում։ Հիմա երկուսն էլ փակուղում են հայտնվել, քանի որ իրենց խնդիրը չեն լուծել, երկուսն էլ ողջամիտ պլան B չունեն։ Եթե իշխանության պարագայում պլան B-ի սկզբանե չէր կարող լինել եւ նրանք ըստ էության հույսը դրել են ռեպրեսիաներով քաղաքական անասնագողություն անելու, այսինքն ուրիշներից մանդատ խլելու կամ ֆրակցիաներից մարդ գողանալու այդ երկելի մարտավարության վրա, Ուժեղ Հայաստանի պլան B-ն էլ մենք տակավին չգիտենք, որտեվ եթե դու 2/3-ի ձգտում ունես, հիմա դժվար ալնելու խորհրդանում 29 մանդատով աշխատել։ Սա մեկ պատճառ։ Այսինքն մաքսիմալիստական նշաձողերը քաղաքական ուժերի բերել են փակուղային խորհրդանի ձևավորումը։ Երկրորդը, որ պակաս կարևոր չի, դա ԲՀԿ-ի հետ կապված այդ խայտառակ բանն է, բացառիկ երրորդ հանրապետության պատմության մեջ ամենամասշտաբային ընտրակեղծարարության հետ գործ ունենք, որը լեգիտիմության ոչ լեգիտիմի խարանն է դաջել իշխանության ճակատին։ Իդեպ այս խորհրդանը երրորդ պատճառին միանգամից անդրադառնամ, արտառոցան մեկ այլ բանով էլ։ Եթե սովորական կամ ընդունված է, որ ընդդիմությունը կասկածի տակ է դնում իշխանության լեգիտիմությունը, այս պարագայում մենք գործ ունենք մի տարօրինակ երևույթի հետ։ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին կասկածի տակ է դրել ընդդիմության լեգիտիմությունը, առանց հասկանալու, որ խորհրդարանի լեգիտիմությունը չի կարող մասնակի լինել, այսինքն չի կարող մի խորհրդանի մի սեգմենտ լեգիտիմ չլինել, ամբողջական խորհրդանու կառավարությունը լեգիտիմ լինել։ Մի խոսքով այսպիսի իրականության հետ գործ ունենք, ես կարծում եմ նման ազգային ժողովը չի կարող ամբողջ ժամկետով կառավարել եւ մենք 2027-28 թվերին ունենալու ենք մի իրավիճակ, որի վերջո այս հասարակությունը, ժողովուրդը այս անգամ արտահերտ ընտրություններով նոր խորհրդարան ձևավորելու անհրաժեշտություն է ունենալու։ Իհարկե, դրա հնարավորությունները իսկապես շատ մեծ են, բայց տեսեք, ուզում եմ մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին եւ մասնավորապես Միացյալ Նահանգներ Իրան հակամարտությանը անդրադառնանք, որը նույնպես մեզ համար շատ կարևոր է։ Այստեղ ինչ զարգացումների սպասենք։ Տեսեք, ի սկզբանե պարզ էր, որ Իսլամաբադում ստորագրված ժամանակավոր հրադադարի 14 կետանոց փաստաթուղթը չի գործելու, առնվազն երկու պատճառով։ Նախ այնտեղ երկու հարցի շուրջ Թեհրանն ու Վաշինգտոնը առնվազն մեկնաբանության հարթության վրա շատ տարբեր պատկերացումներ ունեն Հորմուզի նեղուցի կառավարման եւ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի հեռանկարի հետ կապված։ Առնվազն ակնհայտ էր նաև, որ երկու կողմերն էլ մյուս կողմից նոր պատերազմ սկսելու անհրաժեշտություն չունեին, չնայած հակասություններին, որտեվ երկու կողմերի համար էլ թանկ է նստում եւ բացի այդ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը ըստ էության ստրատեգիական պարտություն են կրել պատերազմում եւ
հաջող պատերազմի սցենարներ չունեն։ Այնուամենայնիվ Վաշինգտոնի այսօրվա էլիտային ավելի շատ եւ ավելի հաճախ ոչ թե ռացիոնալ մտածողությունն առաջնորդում, այլ շարժարիտներ եւ մենք էսկալացիայի նոր ալիք ենք տեսնում, ընդ որում այս էսկալացիայի նոր ալիքը, որը ընդհատումներով շարունակվում է, կարող է ոչ միայն Հորմուզի նեղուցի ճգնաժամը խորացնել, այլ նաեւ կարող է նոր ճգնաժամ հարուցել այս դեպքում արդեն Կարմիր ծովում, որտեղ Իրանի պրոքսի դաշնակից համարվող հութիները եւ ուրեմն սաուդիտները արճակատման մեջ են, դա կարող է լոգիստիկ նոր ճգնաժամ առաջացնել։ Ցավոք սրտի, թե իրանական, թե ուկրաինական պատերազմներում, եթե զուգահեռենք, կայուն հրադադարի կամ ինստիտուցիոնալ խաղաղությունը ցան հնարավորությունը դեռ մշուշոտ է, մշուշների մեջ թաղված է, եւ այս տուրբուլենտությունը Հայաստանի շրջապատում խոսքը թե իրանական պատերազմի, թե ուկրաինական պատերազմի մասին է դեռ երկար է մեզ ուղեկից լինելու, ես կարծում եմ ամիսներ, եթե ոչ տարի։ Դե ես կարծում եմ, որ քանի որ մենք այդ վաղեմի բարեկամներ ենք, մեր կապը կպահենք։ Այո։ Առաջիկայում մենք միշտ հաճույքով կսպասենք ձեզ մեր տաղավարում, որպեսզի խոսենք թե պարոն Ծառուկյանի հետ կապված զարգացումների եւ թե այն վերջին իրադարձությունների հետ կապված հարցերի շուրջ, ինչը մեզ համար իսկապես շատ կարեւոր է։ Շնորհակալ եմ մեծ սիրով։ Եղավ, սիրելի բարեկամներ, մենք այսօր իսկապես հրաշալի հյուր ունենք դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն էր Փակ TV տաղավարում։ Այսօր այսքանը, ցտեսություն։